Տոլկինյան ֆենթեզիից Գոլումը տեղափոխվել է Թերլեմեզյան քոլեջի պատին, գեղանկարիչ Դավիթ Դավթյանը սանի այս կտավի հերոսին հասկանալ չի կարող, բայց նկարչական տեխնիկան գնահատում է։ Մենք մի պահ միջնորդ ենք դառնում իրա մեր եւ աշխարհի մեծ արվեստի, հետո արդեն ինքնուրույն իրանք ձևավորվում են, կարևորը ճիշտ հենթի վրա որ դնում են ու իրանց մեջ ասու տվածը կա ինքը շատ հետաքրքիր արդյունք կտա։ Սա կոչվում է սերունդների երկխոսություն։ Թերլեմեզյանի անվան քոլեջն այսպես է սկսում 95-ամյակի միջոցառումները, ցուցադրվում են ուսուցիչներն ու սաները կողք կողքի, մեկը մյուսից սովորելով ու մեկը մյուսով ոգևորվելով։ Ցուցասրահն էլ նորաբաց է։ Դիզայները քոլեջի վարչական գծով տնօրենն է, կրկին նախկին թերլեմեզյանական։ Անհատական լուսավորությունը, գույնը վերանորոգել ենք։ Ծափերն ամբողջ ուսանողական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմինն են Գեղարվեստի պետական քոլեջը կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալին է արժանացել։ Ունենք, ես շատ վստահ կարող եմ հայտարարել 15-ից 20% փայլուն ուսանողներ, որոնք աշխարհում որևէ դուռ կարող են բացել։ Աննա Մնացականյանը 95 տարեկան կրթական հաստատության պատմության մեջ առաջին ու դեռ միակ կին տնօրենն է։ Ասում է Թերլեմեզյանն ակնհայտորեն փոխել է դիմագիծը, նախկինում 10 սանից 9 տղա էր, հիմա գրեթե հակառակն է, աղջիկների թիվը կտրուկ աճել է։ Ունենք 67% աղջիկներ սովորող, ես հայրիշխանության կողմնակից եմ, իդեպ, բայց շատ ուժեղ են աղջիկները։ Թերլեմեզյանը տալիս է Գեղարվեստի այբուբենը, որով սաները կարող են բացել ցանկացած դուռ աշխարհում, քոլեջի վարպետների համոզմունքն է։ Վարպետած վարպետն էլ 95 տարեկան կրթօջախում նոր դիմագծով է ներկայանում։ Փանոս Թերլեմեզյանն այստեղ նոր կիսանդրի ունի։ Անի Հակոբյան, Անդրանիկ Ալթունյան, ժամը լրատվական։